Մերձավոր Արևելքում ջրի պակասը սպառնում է տնտեսությանը, գյուղատնտեսությանը և քաղաքական կայունությանը։ Թուրքիայում, Հորդանանում, Եմենում և Սիրիայում ջրի պաշարները նվազել են վտանգավոր մակարդակի, իսկ գյուղատնտեսությունը կանգնած է ճգնաժամի եզրին։ Սակայն այս խիստ տաք ու չոր տարածաշրջանում կա մի երկիր, որը կարողացել է հաղթահարել այս ճգնաժամը։ Այդ երկիրը Իսրայելն է։ Ծովի ջուրը մաքրում են աղերից եւ ուրեմն դարձնում են խմելու ջրի չափանիշներին համապատասխան եւ օգտագործում են իրենց երկրների ջրամատակարարման համար, որովհետեւ գտնվում են Տափաստանի մեջ, շրջապատված են տափաստաններով եւ իրենք փաստորեն խմելու ջրի աղբյուրներ, գետեր, լճեր համարյա չունեն։ Իսրայելի այս հաջողության հիմքում տարիների մշտադիտարկումն ու տեխնոլոգիական նվաճումներն են։ Երկրի կիսաչորային կլիման և բնական ջրային պաշարների սահմանափակությունը ստիպեցին գիտնականներին և կառավարությանը 1960-ական թվականներին ձեռնամուխ լինել աղազրկման նախագծերի մշակմանը։ Այդ ընթացքում քիմիկոս և գյուտարար Ալեքսանդր Զարկինը մշակեց մեթոդ, որի միջոցով ծովի ջուրը սառեցվում էր, աղը հեռացվում և արդյունքում ստացվում էր քաղցրահամ ջուր, ինչպես խմելու, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար։ Արդյունքում Իսրայելը այսօր ոչ միայն ապահովում է սեփական բնակչության ջրային կարիքները, այլև օգտագործում է ազգային ջրի շրջանառության համակարգը, որը երաշխավորում է ջրի կայունություն նույնիսկ ուժեղ երաշտների ժամանակ։ Ավելորդ ջուրը մղվում է լճեր ու պահուստային ջրամբարներ, ինչը թույլ է տալիս երկրի ջրային համակարգին մնալ ամբողջությամբ ինքնաբավ։ Իրենք խմելու ջուրը չեն օգտագործում զուգարաններում, բաներում այդ բաճոգների այդ զուգարանների ջրերի համար։ Իրենք ավելի շատ տեխնիկական ջուր են օգտագործում կամ այդ ջուրը մաքրվում է նորից երկրորդ անգամ է վերադարձվում համակարգ։ Այսինքն շռայլություններ խմելու ջուրի նկատմամբ իրենք չեն կիրառում։ Ըստ տնտեսագետ Հրայր Կամենդատյանի, Իսրայելի կիրառած ջրային մեխանիզմը սովորական միջազգային մակարդակում լայնորեն կիրառվող տեխնոլոգիա է, որը օգտագործվում է ոչ միայն Իսրայելում, այլև բազմաթիվ այլ երկրներում։ Կամենդատյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ջրային ռեսուրսների պակաս կա, բայց այն հաճախ ներկայացվում է չափազանցված։ Որպես կանոն այդ տարածքներում թվականը մարդկանց բնակչության բավականին ցածր է, պատմականون ձևավորված ցածր մակարդակի է ու այդ ջրային ռեսուրսների խնդիրը այդ տարածքներում առանձնակի սրություն չէ առաջացնում։ Իսկ տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշում է, որ Հայաստանում ջրի պաշարները խմելու, ոռոգման և գյուղատնտեսության համար սահմանափակ են։ Երկիրը լեռնային է, տեղումները նախկինում բավականին մեծ էին, սակայն կլիմայի տաքացման պատճառով այժմ դրանք կամ ավելի քիչ են, կամ գալիս են անձրևների տեսքով, որոնք արագ ներծծվում են հողի մեջ և չեն կուտակվում։ Մենք ջրի նկատմամբ եղել ենք շատ անտարբեր, չեն գնահատել ջրի արժեքը։ Մակարյանը նկատում է, որ ջրի կորուստները շատ են։ Հայաստանի բարձրադիր բնության պատճառով գետերի մեծ մասը հոսում է դեպի հարևան երկրներ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, եւ այդ ջրերը չեն մնում եւ չեն կուտակվում երկրի տարածքում։ Հայաստան օրինակ ջրերի կուտակման համակարգ տարիներ առաջ խոսել է, բայց մինչև այն հիմա չի ստեղծել։ Այսինքն ջրամբարների այնպիսի մի շղթա, որը որ հնարավորություն կտա ջրերը լցնելով ջրամբարները, թույլ չտալ, որ գետերը ուղղակի հոսեն ու ջուրը տեղափոխեն Հայաստանի տարածքից դուրս։ Այդ դրանք կուտակվեն ջրամբարներում կամ որոշ դեպքերում կարող են պոմպերով մղվել արևային կայանների ձևով, պոմպերով մղնեն ավելի բարձր դիրքեր։ Իսկ ի տարբերություն Իսրայելի, Հայաստանում խմելու ջուրը հաճախ օգտագործվում է ոչ միայն սննդի, այլ նաև տնային և այգեգործական աշխատանքների համար։ Տնտեսագետի խոսքով ջրի այս բազմակողմանի օգտագործումը հաճախ հանգեցնում է անխնա ծախսման։ Հայաստանում խմելու ջրի հսկայական կորուստներ կան, որը պաշտոնապես ներկայացնում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը համաձայն ՅՈԼԱ-ի վիճակագրության, պայմանավորված խողովակների հնամաշությամբ Հայաստանում կա այսպես հսկայական ջուր, բայց այդ հսկայական ջուրը կարծես թե հասանելի չի դարձել արդեն։ Ջրերը գետերից, ծառերից գալիս են, բակերում ուրեմն խողովակները փականներ համարյա չեն դրած, գյուղացիների, գյուղի բնակիչների բակերում ջուրը 24 ժամ ամեն օր հոսում է։ Հայաստանը ներկայում ջրախնայողական մշակույթ չունի և պետական մակարդակով կառավարման խնդիրները դեռ լուծված չեն, սա վերաբերում է և բնակչությանը, և բիզնեսին։
Հիմա կառավարությունը փորձում է արդեն վերջի տարիներին կարծեմ ջրի պլանավորման, ջրի հաշվարկման նախագծեր իրականացնել, բայց առայժմ դեռ հետքը չկա, դեռ արդյունքը չենք տեսել։ Ջրային կոմիտեի ղեկավարները շատ արագ փոխվում են եւ այսօր ինչուն ենք հասել, որ քանի գնում են ուրեմն անապատացման մակերեսները Հայաստանում մեծանում են։ Ջուրը, ինչպես նշում է Մակարյանը, արդեն դարձել է ռազմավարական նշանակություն ունեցող նյութ եւ կարող է դառնալ նաեւ դիվանագիտական գործիք։ Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։